Բաստուրմաչոներ ջան, այսօր պատրաստելու ենք ջայլամի մսից բաստուրմա։ Մենք ունենք այստեղ 3 հատ կտոր։ 3 կտորը մենք արդեն ձևած ոնց որ գնել ենք արդեն։ Շատ լավ կտորներ են 3-ն էլ։ Հիմա կկատարենք աղադրումը։ Հետևորդները մեզ գրում էին ջայլամի մսով պատրաստեք, ոնց որ հետևորդների ցանկությունն էր։ Մենք ասեցինք անենք անպայման պատրաստենք։ Դստում ենք աղը, տակը, սովորաբար ոնց որ միշտ արել ենք, մսերը տեղափոխենք ամանի մեջ։ Շատ լավ է։ Աղի մեջ մենք կպահենք 10 օր, ընկերներ ջան, եւ ըստ դրա կշարունակենք մնացած ընթացքը։ Աղից հանում ենք ջայլամի մսերը։ Հիմա մի հատ կտեսնենք աղ ոնց է վերցրել մսերը։ Ահա, 3-ն էին կտորները, առաջի կտորը, շատ լավ, աղը վերցրել են եւ երրորդը։ Միսը լավ ձգվել է։ Հիմա տեղափոխում ենք ջրի մեջ։ Եվ երրորդը 24 ժամ կլվանանք ջայլամի մսերը հոսող ջրի տակ եւ միասին կդնենք պրես։ 1 օր լվացինք ջայլամի մսերը, հիմա պրես ենք դնում միասին։ Մսերը 3-ն էին, ահա տեսքը մսերի շատ սիրուն լվացվել են։ Ոնց որ սովորացրել եմ, ամուր 4 կողքից ձգում ենք, լավ փաթաթում ենք, ամուր։ Մսերը արդեն փաթաթելուց պետք է անկյունները զգանք։ Շարում ենք պրեսի տակ մսերը, ոնց փաթաթել ենք, հենց նույն դիրքով էլ կարանք շարենք, շատ լավ է։ 24 ժամ կթողնենք պրեսի տակ, հետո միասին կքանդենք եւ կթելենք։ Պրեսից հանում ենք ջայլամի մսերը։ Ահա կտորները 3-ն էին։ Մենք շատ չենք ձգել, որովհետև կտորները տեղից փոքր էին, բայց պրեսը լավ վերցրել է։ Առաջի կտորը շատ սիրուն եղել է։ Երկրորդ կտորը շատ սիրուն, ջայլամի միս։ Եվ երրորդ կտորը ջայլամի։ Շատ սիրուն կտորներ ենք ստացել, մեկը մյուսից սիրուն են։ Ջայլամի միսը հարուստ է իր ամեն ինչով։ Հիմա կթելենք ջայլամի մսերը։ Մսերը թելում ենք հիմա։ Լեն մասերից ես միշտ ասել եմ։ Առաջի կտորը։ Երկրորդը եւ երրորդ կտորը։ Ջայլամի մսերը կթողենք 10 օր կչորանա, հետո միասին չաման կբռնենք։ Ջայլամի մսերը չորացրեցինք, հիմա պատրաստում ենք համով չաման։ Ահա մսերը լավ չորացել են։ Շատ լավ։ Ունենք այստեղ 50 գրամ սխտոր, փոշի սխտոր, 5 գրամ շաքարավազ, 5 գրամ աջիկա, Դավիթի տված աջիկան է, կծու, համով, ընտիր աջիկա է, 5 գրամ ունենք դարչին, 5 գրամ քաղցր բիբար, 5 գրամ մեխակ, 100 գրամ ունենք չաման, 1 լիտր ջուր լցրել ենք նախապես, 1 լիտր էլ ունենք այստեղ։ Հիմա համեմունքները խառնում ենք իրար։ Ստացվելու է շատ համով չաման, շատ։ Ես արդեն պատկերացնում եմ ինչ համով է լինելու չամանը։ Լավ մանրացնում ենք, կլցնենք 1 լիտրը։ Ընդհանուր ունենք 2 լիտր ջուր։ Ու ոնց որ ասել եմ, այսպես սիրուն լցնում ենք համեմունքները։ Շատ լավ է։ Հիմա կթողենք կես ժամ գլուծվի ջրի տակ ու կխառնենք։ Կես ժամը լրացավ, հիմա խառնում ենք չամանը։ Ահա, բացվել է արդեն, շատ լավ։ Համեմունքները լավ լուծվել են։ Ընթացքում չամանը էլի կպնդանա, բայց մենք միսը արդեն կտեղադրենք չամանի մեջ։ Միշտ հիշեք, աղ չենք լցնում չամանի մեջ, հետևորդները գրում են աղ չենք լցնում, աղ չի կարելի լցնել։ Մենք լավ լվանում ենք հոսող ջրի տակ 24 ժամ, այդ ամբողջ աղը ինքը նայեք դուրս է տվել արդեն։ Ինչքան որ պետք է արդեն հերիք է այդքան։ Հիմա տեղադրում ենք չամանի մեջ երկրորդը եւ երրորդ ջայլամի միսը։ Թողնենք 5 օր կմնա չամանի մեջ, հետո միասին կթաթախենք։ Չամանից հանում ենք ջայլամի մսերը։ Հիմա մի հատ տեսնենք ոնց են մսերը փափկել։ Ահա։ 3-ն էին։ 2,
ասել 3 շատ լավ փափկել են մսերը հիմա մենք կկախենք կչորանան արդեն երկու անգամ էլ կթաթախենք ջայլամի մսերը, հետո կկտրենք միասին։ Ջայլամի մսով բաստուրման պատրաստ է։ Հիմա կկտրենք, հələ տեսքը ինչքան սիրուն տեսք է ընդունել, վերջնական։ Լավ չորացրել ենք, հիմա կտրում ենք ջայլամի մսով բաստուրման։ Ահա, մեջը։ Գույնը շատ սիրուն է։ Իր երանգը մեջի։ Ահա, այս մեկը։ Չենք մոռանում, որ ջայլամի միսը, ինքը շատ փափուկ, տավարի միսը ոնց է, այդ հենց միս է, ինքը շատ համով, շատ բնական, իր գույնային երանգը։ Հələ։ Իրան փոխվում է։ Այս մեջի ինքը ջիլ է գնացել մսի հետ մի հատիկ, բայց ջիլը այնքան է հասունացել։ Ընդհանրապես ջլերը չեն հասունանում, եթե տավարի մսի մեջ կա ջիլ, ինքը շատ դժվար է փոխվում, բայց ջայլամի միսը ինքը այդ հատկությունը չունի։ Հələ ջլի հատվածը, հələ նայեք ոնց է ինքը փոխվում։ Էսի հենց ջիլն է։ Հələ նայեք ջիլն ենք փոխում։ Դուք էլ պատրաստեք ջայլամի մսով բաստուրմա, շատ լավ կստացվի։